Վարկյան այն հնչեցնելու համար։ Քանի որ Ռոբերտ Քոչյանը բացակայում է, հարցս կուղեմ Նարեկ Կարապետյանին։ Հարգելի Նարեկ, տարեցի ավելի տարիքով իրավունքով եմ Նարեկով դիմում։ Ես հետևել եմ ձեր հարցազրույցներին, դուք շատ ճկուն եք, կարողանում եք հարցին կոնկրետ չպատասխանել, դրա համար կխնդրեի, որ հնարավորինս կոնկրետ պատասխանեք։ Հաղթանակ չունենալու դեպքում Սամվել Կարապետյանը պատրաստվում է հրաժարվել երկքաղաքացիությունից, տեղափոխվել Հայաստան, գործել Հայաստանում որպես քաղաքական եւ տնտեսական գործիչ։ Խնդրեմ 1 րոպե։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, ավելի ավագի իրավունքով ես ձեզ կդիմեմ, պարոն Սարգսյան։ Սամվել Կարապետյանը ունենալու է հաղթանակ եւ տեղափոխվելու է Հայաստան, հետագա տարիները նա օգտագործելու է, որ մեր երկրին ապահովի բարեկեցություն, մեր երկրին ապահովի վերջապես այս աղքատության ճիրաններից ելք եւ ազատություն այն մարդկանց, ովքեր ուզում են իրանց կարծիքը հայտնել։ Դա է մեր ծրագիրը, դա է մեր անցած ճանապարհը ու այն ճանապարհը, որով մենք գնալու ենք։ Եվ ես բոլոր մեր ընկերներին, ովքեր այստեղ են, այսօր այստեղ են, հրավիրում եմ, որ իրար հետ մասնակցենք Հայաստանի շենացման գործին, բոլորս իրար հետ, մեր ուժեղ կողմերով, բացի մեկից։ Շնորհակալ եմ։ Արձագանք, խնդրեմ։ Բնականաբար ակնհայտ էր, որ պատասխանը պիտի լինի, որ մենք հաղթելու ենք, բայց մրցակցությունը այնպիսի բան է, որ կարող եք պարտվել, ու պարտվելու դեպքում է, որ հայ քաղաքացուն հետաքրքրում է այդ հարցը։ Իրավունք ունեմ։ Պարոն Սարգսյան, վստահ եղեք, որ մեր պայքարը հաղթանակի համար է, այսքան մարդիկ անցնում են պայքարի ուղով, ճնշումների ուղով, միայն վերջնական հաղթանակ ունենալու համար։ Եվ մենք մի քանի օր է մնացել, այդ հաղթանակը կտեսնենք եւ դուք վստահությամբ կարող եք այդ ժամանակ տեսնել, թե ինչպես է Սամվել Կարապետյանը Հայաստանում փոփոխությունները իրականացնում։ Շնորհակալություն Նիկոլ Փաշինյան, հետո Էդմոն Այստեղ հնչեց, որ Սամվել Կարապետյանը տեղափոխվելու է Հայաստան, ես ուզում եմ ասել, կալուգացի Սամվել Կարապետյանը արդեն իսկ տեղափոխվել է Հայաստան եւ Հայաստանից բավական երկար ժամանակ չի հեռանալու, նա հիմա անցնում է փողերի լվացման մեղադրանքով եւ այդ թվում պատասխան է տալու մեր մանկապարտեզների, դպրոցների, զորամասերի վրա հոսանքի ավել փող գրելու եւ գրպանելու համար, այնպես որ դրան բավականին երկար ժամանակ հնարավորություն չի ունենա Հայաստանից ընդհանրապես հեռանալ, այստեղ հնչեց քաղբանտարկյալներ, Հայաստանում քաղբանտարկյալ չկա, ինձ համար տարօրինակ է, որ մարդկանց կյանքեր խլած անձը, այսինքն կոնկրետ մարդիկ անուն ազգանունով սպանվել են եւ հիմա կարող են նրանք այս ամբիոնից կոչվել քաղբանտարկյալ, կամ այն մարդիկ, որոնք բռնության ակնհայտ կոչեր են անում, կարող են այս ամբիոնից կոչվել քաղբանտարկյալ, Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալ չկա եւ ընդհանրապես ես հակառակն ասեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արդեն իսկ հոգնել են այդ քաղբանտարկյալային սերիալներից եւ ի վերջո օրենքի գերակայությունը դիկտատուրայո, բայց իրավունքի եւ օրենքի գործում է եւ շարունակելու է գործը։ Էդմոն Մարուկյան։ Շնորհակալ եմ, քիչ առաջ Փաշինյանը ձերքի ինչ որ բան էր թերթում ու պատմում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետքա նստի, մոտս տպավորությունն է, որ դատավճիռը ձերքին, հա։ Մենք ուզում ենք Հայաստան, որտեղ կան դատարաններ, ոչ թե վարչապետի տեխնացուն, դատավճռով գալիս է եւ սկսում է կարդալ, թե ով ինչքան պետքա նստի այդ Հայաստանում։ Եվ ես ուզում եմ, պարոն Փաշինյան, դե հիմա բան եք այնտեղ։ Կա կոնսպեկտն է դատավճռի, ինչ իմանում։ Չեմ ուզում կարդալ ձեր։ Չէ, դուք իմ ձեռնարկը լավ գիտեք։ Շատ եք կարդացել։ Հասկացամ, դուք իմը լավ գիտեք, ինչ եք դառնում։ Որովհետեւ չի կարելի Դուք մի գոռացեք, մենք ձեր տեղ եք խոսանք։ ինձ հատեց տեխնացուն։ Տեխնացուն չի թողնում։ Հանրայք, վերջ։ Գործադիր իշխանության ղեկավարը չի կարող դատավճիռներ արձակել որևէ մեկի նկատմամբ։ Հայաստանում կան քաղբանտարկյալ, Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է։ Մի արդարացեք։ Փաշինյան, Մի կտրեք մտքի թելը։ Թողեք բան եմ ասում։ Տեսախցիկով խնդրում եմ ցույց տվեք։ Մենք ձեր կոնսպեկտի չեմ ուզում։ Խնդրում եմ տեսախցիկով ցույց տվեք։ Ին իրավունքը չի։ Չէ։ Ցույց տակ ինչա։ Գևորգ Կարապետյան։ Մի րոպե, բայց